Զարա, դուք հետո կզրուցեք։ Լուրը տարածված է Խաչիկ։ Հիմա պետք է ուշեղ խիսկողության տակ առնել ամբողջ հիվանդանոցը, բայց այնպես, որ ջոկերը ոչինչ չնկատի։ Ամեն ինչ մանրամասն պլանավորած է Վախթանգ։ Մենք կվերահսկենք ամբողջ հարկը։ Մարդիկ կունենանք թե միջանցքներում, թե պատուհ։ Մենք կտեղափոխենք երկրորդ հարկ, լրիվ ուրիշ բաժանմունք։ Ու այնտեղ էլ նրանք կհսկենք, որ ոչ մի օտար մարդ մուտք չունենա։ Ինչ ես կարծում Խաչիկ։ Ավոն պետք չի իմանա իմ ու Զավենի պլանի մասին։ Կարծում եմ, որ ոչ Վախթանգ։ Ավոն հանելուկ է մեզ համար, ու առանց նրա մենք ավելի հանգիստ կաշխատենք։ Դու վստահ ես, որ մեր ուժերը կբավականացնեն գործը գլուխ բերելու։ Մի մոռանա, թե մենք ում հետ գործ ունենք։ Առավել ևս, որ ես Զավենին պիտի ասեմ, որ նրա մարդիկ չպիտի մասնակցեն օպերացիային։ Ամեն ինչ մանրամասն պլանավորած է Վախթանգ։ Ես կողքից էլ տղեկ եմ ներգրավել, որ իսկական պրոֆիներ են։ Դու չպատասխանեցիր իմ հարցին։ Վստահ եմ, եթե ջոկերը գա, մենք նրան անպայման կբռնենք։ Լավ, ես քեզ հավատում եմ։ Բայց տես, եթե մի բան այնպես չգնաց, գլխով ես պատասխան տալու։ Լսում եմ քեզ Վախթանգ։ Մեզ ոչ ոք չի լսում։ Քո հեռախոսը պաշտպանված է Զավեն։ Նայա դու կարող ես հանգիստ խոսել։ Ես արեցի այն, ինչ դու ուզում էիր։ Լուրը տարածված է։ Հիմա մեզ մնում է սպասել, որ ջոկերը խայծակուլ տա ու գա Զարայի հետևից։ Ինչպես դու ենթադրում ես։ Ես վստահ եմ, որ նա կգա։ Թող գա, իմ մարդիկ պատրաստ կլինեն։ Վախթանգ, քեզ իմ օգնությունն է պետք։ Դու մենակ դա չես կարող անել։ Հասկացիր, որ դու գործում ես պրոֆեսիոնալի հետ։ Ոչ, Զարեն։ Դու չես մասնակցելու օպերացիային, դա բացառվում է։ Իսկ ինչու՞մն է պրոբլեմը։ Նրանում, որ ես քեզ չեմ վստահում, Զարեն։ Կարծում եմ պարզ արտահայտեցի միտքս։ Այո, բայց եթե որոշումդ փոխես, ինձ տեղյակ պահիր։ Ես քեզ կմիանամ ցանկացած պահի։ Ողջույն Զավեն։ Կներես, որ առանց զգուշացնելու եմ եկել, բայց գործը կարևոր էր։ Ոչ մի խնդիր, նստիր խնդրեմ։ Ինչ է պատահել քո։
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դու մոռացել ես, թե ում հետ գործ ունես։ Դու ում նկատի ունես։ Ինձ, Զավեն, Ռուդոլֆին, որը քո բոլոր քայլերը 10 քայլ առաջ է հաշվարկել։ Ու դու միամտորեն կարծում ես, թե ես հանկարծակի կուրացել եմ ու ոչ մի բան չեմ հասկանում։ Ինչի մասին ես դու խոսում։ Նրա, որ դու երկակի, նույնիսկ եռակի խաղ ես սկսել։ Դու ինձ գործերից մեկուսացրել ես, Զավեն։ Իսկ միգուցե դա նրանից է, որ ես քեզ մոտ չեմ տեսնում այն ձգտումը, ինչ կար առաջ։ Ինձ թվում է, որ դու համակերպվել ես այն մտքին, որ Ջոկերը գերակայունություն ունի քո նկատմամբ, եւ որոշել ես խաղալ երկրորդ համարով։ Արդեն չէ։ Մաուրի սպանությունից հետո ես որոշակի հետևություններ եմ արել։ Այլևս չեմ ուզում պասիվ դիրքում լինել։ Ուզում եմ իմանալ այն ամեն ինչ դու գիտես։ Քո բոլոր ծրագրերը կապված Ջոկերի հետ։ Իսկ եթե ես քեզ չասեմ, այդ դեպքում ես քեզ կսպանեմ։ Հիմա ես քեզ հավատում եմ։ Ժամանակն է, որ դու բացես խաղակարտերը, Զավեն։ Ներկայաբային ես աշխատում եմ երկու ուղղությամբ։ Առաջինը կայոթի արխիվների որոնումներն են, և երկրորդը Ջոկերի բացահայտում։ Եվ ինչքան ես դու առաջ գնացել այդ երկու ուղղություններում։ Արխիվների հետ կապված ոչ մի առաջընթաց չկա։ Իմ մասնագետները կատարելագործել էին Մավրի կողմից ստեղծած ծրագիրը։ Եվ Հովիկի հետ համաձայնության գալով ես եղա նրա տանը, որպեսզի ստուգենք արդյոք նոթբուքը նրա տանն է։ Եվ մեր ծրագիրը Հովիկի տանից ոչ մի ազդանշան չի ուսացել։ Բայց Մավրը վստահ էր դրանում։ Էական չէ։ Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ իմ սեփական աչքերով։ Նոթբուքը Հովիկի տանը չէ։ Այլապես մենք կորսայինք նրա ազդանշանը։ Իսկ միգուցե արխիվները արդեն հասցրել են հեռացնել նրա տնից։ Հնարավոր է, բայց միայն ոչ Հովիկը։ Ես հիմա կարող եմ երաշխավորել, որ նա տեղյակ չէ նոթբուքից։ Իմ մարդիկ հսկողություն են սահմանել Հովիկի տան մոտ։ Եվ եթե նոթբուքը հայտնվի այնտեղ, նրանք կորսան ազդանշանը։ Ուրեմն մեղավորին պետք է Հովիկի մերձավոր շրջապատում փնտրել, որը որոշել էր արխիվներն այնտեղ պահել։ Ես երկար եմ մտածել դրա մասին, բայց առայժմ ոչ մի լուրջ հետևության չեմ եկել։ Սա հակ շրջան է։ Իսկ Ջոկերին հայտնաբերելու ուղղությամբ ինչ քայլեր են արված։ Ես դրա մասին քեզ վաղ ասեմ։